Ճիշտ ասած, եթե անկեղծ լինեմ, չեմ կարող համեմատել հայ կոմպոզիտորներից որևէ մեկի հետ, որը հայ պարարվեստի համար այդքան մեծ գործ արած լինի։ Եվ պետք է ասեմ, որ ինձ շատ հարազատ էր դրա երաժշտությունը եւ մեծագույն հաճույքով ես աշխատում էի գործիքավորումների վրա։ Եվ այն երջանիկներից եմ, որ այսօր պատիվ եմ ունեցել այս առիթով խոսել իմ ուսուցչի մասին, խոնարհվում եմ։ Մի անգամ Ծովակ Համբարձումյանը հետաքրքիր բան ասաց Խաչատուր Ավետիսյանի բոլոր բառերը երգեն, բոլոր երգերը պարեն։ Խաչատուր Ավետիսյանը լինելով գյումրեցի նաև շատ հումորով էր։ Ասում էր, գիտես ոնց ես նվագում, ոնց որ չորացած ծառի վրա ծիտիկը ծլվել է։ Ես մի անգամ ասացի Խաչիկ Միխայելովիչ, ասի ձեր երաժշտությունը որ լսում եմ, ինձ թվում է թե ես կարողանայի երաժշտություն գրեի, անպայման տեքստ կգրեի։ Երաժշտությունը ամբողջ իրայությունն էր։ Դեռ Խաչատուր Ավետիսյանը, եթե մեկ բառով ասեմ, Համով հոտով մարդ։ մնայուն արժեք է մեր ժողովրդի համար։ Այնպիսին էր ինչպես իր երաժշտությունը։ Բարի ցանկացող, ընկերասեր, կատակասեր, հայրենասեր։ Ես իր խոսքերն եմ ասում, պետք է մարդ լինել, նոր հետո երաժիշտ։ Խաչատուր Ավետիսյանը շատ խորը զգացմունքային երաժիշտ էր։ Նրա նրբազգացությունը ֆրազաների երաժշտական նախադասությունների ձևավորման, մատուցման առումով ինձ համար մի դպրոց էր, որը ես ուսումնասիրեցի իր մոտ։ Նախորապես ուսումնասիրել է ժողովրդական մեղեդիները եւ դրանց տվել է նոր շունչ։ Ինքն էլ էր սիրում լավ երաժշտություն։ Ինքը շատ գերահատում ու սիրում էր նաև դասական երաժշտություն եւ պատահական չի որ տղան Միքայելը դարձավ դիրիժոր, սիմֆոնիկ օրկեստրի դիրիժոր, այսինքն ինքը կարողանում էր գնահատել դասականը եւ իմ կարծիքով նաև իր երաժշտությունը, որ ինքն էր գրվում էին դասական երաժշտության օրենքներով։ Մեր ասպարեզի մեծագույն երաժիշտներից մեկը, որի ստեղծագործական ժառանգությունը ահռելի է։ Ստեղծագործել է եւ երգարվեստի համար, պարարվեստի եւ գործիքային հսկայական ստեղծագործական ժառանգություն է թողել։ Մենանվագներ ազգային նվագարանների տարբեր նվագարանների համար, թառի, քամանչայի, բլուլի, դուդուկի, ել չեմ ասում կանոնի համար բազմաթիվ ստեղծագործություններ է ժառանգել մեզ։ Ես ինքս երևի 20-30 պարեր ունեմ, որոնք ստեղծվել են Խաչատուր Ավետիսյանի երաժշտության վրա եւ ասեմ, որ դրանցից շատ-շատերը մինչեւ հիմա Պարի պետական անսամբլի ծրագրում գնում են։ Փոքր պիեսներից մինչև մեծ կտավի ստեղծագործություններ, կոնցերտներ, ռեկվիեմ, օրատորիա, որոնք հնչել են աշխարհի տարբեր բեմերում։ Ես անձամբ իմ օրինակով հիշում եմ Արգենտինայում, Միացյալ Նահանգներում, երբ որ համերգներ ունեցել, ինչպես էին ընդունում Խաչատուր Ավետիսյանի գործերը օտարները, օտարազգիները։ Մեծ սիրով երգում էին հայերեն բառերով նրա երգերը։ Դրանից ավելի մեծ հաճույք ես չէի պատկերացնում։ Բոլոր խմբերում կան իր ստեղծագործությունները եւ այդ ձայնագրությունները օգտագործում էին այդ պարային խմբերում, ուրեմն պարեր բեմադրելու համար։ Շատ երկրներում ես տեսել եմ նմանատիպ խմբեր եւ դա շատ մեծ ուրախալի փաստ էր իհարկե։ Ինքը գրում էր հատուկ պարի համար եւ այդ երաժշտությունները մինչեւ բեմադրել արդեն պար էին։ Շատ հաճախ լինում է երաժշտություն, որ կա մեղեդի կառիթ, բայց պար չի։ Այսինքն դրա տակ երբեք ձեռքերդ ներքից զգացում չես բարձրացնի։ Իսկ Ավետիսյանի երաժշտությունները քեզ ստիպում են, որ ձեռքերդ բարձրացնես, քեզ ստիպում են, որ անմիջապես զգաս այդ երաժշտության հայրենիքը։ Խաչատուր Ավետիսյանը ոչ միայն ստեղծագործող էր, այլ մի ամբողջ հոգևոր աշխարհ, մի ամբողջ մտածողություն, որը ձևավորեց բազմաթիվ երաժիշտների։ Գիտեք, ինքը շատ զուսպ էր իր արտահայտությունների մեջ, հատկապես գովեստի խոսքեր շատ չէր սիրում շռայլել, բայց կարող է այսպես կատարած աշխատանքը տեսնելով շատ զուսպ ասեր ամեն ինչ լավ էր ապրես։ Նա շատ սիրում էր իր
գոլեգաների, ընկերների, բարեկամների հետ հանդիպումները։ Միշտ կազմակերպել հանդիպումները հավաքում ենք իրենց տանը եւ մեծագույն հաճույքով ժամանակ էինք անցկացնում նրա հետ։ Խաչատուր Ավետիսյանը մի անգամ մի քիչ տրամադրությունը լավ չէր։ Ասեց բալես դու միայն կնվագես, չխոսես։ Ես կարծում եմ, եթե ինքը ողջուներ կասեր աշխատեք չհեռանալ ժողովրդից, աշխատեք չհեռանալ ձեր արմատներից, հարազատ մնացեք ձեր հողին, ձեր ջրին, ձեր երաժշտությանը։